Սառեցնում ենք բանջարեղենները 3 տարբերակով։ Լոլիկներն ու պղպեղները լավ լվանում ենք հոսող ջրի տակ և չորացնում։ Լոլիկները կտրատում ենք շերտերով տոլմայի շերտերի միջև դնելու համար։ Լոլիկների կողքերի հատվածները մանր կտրատում ենք ճաշերի մեջ օգտագործելու համար։ Շերտերով կտրած լոլիկները մեկ շերտով շարում ենք սկուտեղի վրա, ծածկում պոլիէթիլենային թաղանթով կամ տոպրակով, ապա վրա շարում լոլիկների հերթական շերտը։ Վերջում ծածկում ենք, տեղափոխում սառցախցիկ և թողնում մինչև լավ սառչելը։ Սառեցնում ենք պղպեղներ ամառային տոլմա պատրաստելու համար։ Պղպեղները մաքրում ենք սերմերից և հեռացնում պտղակոթերը։ Պղպեղների կողքերի հատվածները մանր կտրատում ենք ճաշերի մեջ օգտագործելու համար։ Պղպեղները դնում ենք տոպրակների մեջ, տեղափոխում սառցախցիկ և թողնում մինչև լավ սառչելը։ Մանր կտրատած պղպեղներն ու լոլիկները մաս-մաս դնում ենք պոլիէթիլենային թաղանթով կամ տոպրակով ծածկած սկուտեղի վրա այնպես, որ սառչելուց հետո լինեն ամբողջական զանգվածներ։ Վերջում ծածկում ենք, տեղափոխում սառցախցիկ և թողնում մինչև լավ սառչելը։ Երբ բանջարեղենները լավ սառել են, անցնում ենք պահեստավորման փուլին։ Բանջարեղենները տեղափոխում ենք տոպրակների մեջ, հեռացնում ավելորդ օդը և տեղափոխում սառցախցիկ։ Եթե տեսանյութը օգտակար էր, չմոռանաք հավանել այն և թողնել մեկնաբանություն։ Բաժանորդագրվեք ալիքիս, սեղմեք զանգակ կոճակը հետագա համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար։